Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, առավոտ շուտ, բակում սուրճ եմ խմում, բակիս բոլոր գործերը վերջացրել եմ, հիմա ասում եմ բակիս խոզերի, հիմա սուրճս եմ վայելում, միացեք, միասին խմենք, այս ծիտիկի ծլվլոսներն էլ վայելենք. Սիրուններս ձեզ հիանալիորեն եմ մաղթում, ամենակարևորը խաղաղություն, առողջություն և հաջողություն։ Այն որ կենաց է սխվում սենց, բայց իմ կենացը սուրճով է։ Եկեք աղջիկեք ջան, ջուլբաս։ Եվս 2 օր և ես էլ առավոտներս սուրճը մենակ չեմ խմի, արդեն սկեսուրս տանը կլինի, միասին կսրճենք, բասի ջուլբաս, էլ մի գա, հլա, կոֆե տամ խմես, կոֆես խմում եմ, աղջիկեք ջան ու անցնեմ հողամաս, լիքը գործ ունեմ հողամասում անելու, ճիշտ արևը վարում է, տեսնեմ ինչքան կդիմանամ հողամասում, վարունգները պետք է քախանեմ, տեսնենք, այնտեղ կասեմ, ինչ եմ անում, ինչպես եմ անում, ապրեք շատ աղջիկներս թարխունի համար ինչպես կտրեմ, ինչպես որ սենց փնջով դուրս գա, իսկ աղջիկեք ջան, եբ պետք է հանեմ նորից շիթիլ անեմ, արդեն մյուս գարուն, թե պետք է հանեմ թուփը պահեմ, գարնանը նորից շիթիլ անեմ, մի հատ էտե կգրեք, որ խնդրեմ։ Աղջիկներս քախանը վարունգի մարգերում վերջացրեցի, ընդհանրապես 3 մարգա, բայց ոնց հասկանում եմ, շատ մոտիկ եմ շիթիլ արեց անել, ոնց էլ ուզում ալինի, պետք է այսքանը մաքրեմ, փորեմ, որպեսզի մարգերը լայնացնեմ։ Հիմա լոբու այն կիսատ մարգն է մնացել, այդ է քախանան եմ վերջացնում, որ նոր հանգիստ անցնեմ ստեղ։ Այնտեղ էլ սպասում եմ սկեսուրս բերի սերմերը, 2 օրից արդեն սկեսուրս տունը կլինի, այնպես որ կանցնենք գործի, այնտեղ հիմա չեմ ուզում պատրաստեմ, որովհետև հիմա անձրև է գալու, ու այդ անձրևից հետո նորից էլի խոտ է դուրս գալու, ոնց որ ստեղ է դուրս եկել, բայց արդեն լավ են, լոլիկներս աշխատում են, հիմա էլ պետք է անընդհատ ստեղ մանգաս, որպեսզի քախանը չուտի, Են որ ինձ գրում են Աննա ջան, հողի գործը վերջացրիր, ոչ աղջիկներս, հողի գործը միջև խորը աշուն չի վերջանում, միշտ գործ կա անելու ներսը, ունես չի, որ ասենք մի անգամ բուգը հավաքիր, հա եթե մենակ կարտոֆիլը լեր, ուրիշ բան, բայց սենց այս բանջարեղենը և այլն արդեն իրանք անընդհատ ուզում են, որ դու իրանց հետ աշխատես, արդեն լոլիկի անուշ հոտը գալիս է տերևից, հլնայեք, հլզգացեք, դե ասա ոնց պտի զգանք աղջիկ ջան, աղջիկներս, ապարատը տզում է, ես է հանգիստ իմ գործն եմ անում, Այն ժամանակ վախենալով էի անում, ճիշտը որ ասեմ, ես վերջի շրջանում, որ ես իմ աշկով տեսա, հիմա արդեն որ այսպես գրեթե ամեն ուր այդ ապարատների ձայնն է, մի տեսակ հանգիստ եմ, բայց էլի ուշադիր եմ, տենց որ ասեմ շատ արխայն եմ, արխայն չեմ, բայց էլ առաջվան ման տենց անդադ կողքերս չեմ նայում, Մի հատ տատիկ կար, ասեցի, որ սենց բան կա, ասեց Աննա ջան, հանկարծ ձեռ չտակ, չսպանեք, թողեք ինքը իր հունով գնա, իր ճանապարհով, եթե հանկարծ սպանես, միգուցե ինքը մենակ չի, ընտանիք հա և այլն ունի էլի ստեղծած, կգան, համել ասում է, մի քանի տարի առաջ մեր տանն եկար, ասում է, տանը չէ, իրանց կտուրում սպանել են,
ու ասում եմ մի շաբաթ հետո ամուսինս մահացավ։ Ես չգիտեմ հիմա դա ինչքանով է ճիշտ, որ ասեն եթե իրան սպանում ես, կորուստ ես ունենում եւ այլն։ Բայց ամեն դեպքում վտանգավոր է էլի սպանելը, կամ պետքա գան տանեն, որ դու չխառնվես, կամ էլ պետքա թողնես ինքը իր հունով գնա։ Որ ես չեմ կարա առաջինը սպանեմ, տեսնում եմ կիլոմետրերով փախնում եմ, բայց այն օրը ոնց դուրս եկա, ես ինքս իմ վրա զարմանում եմ։ Աղջիկ ջան, դու ոնց ռիսկ արեցիր, տանից դուրս եկար քիչ չի, մի հատ է գնացիր, դեմը կանգնեցիր։ Ես դրա վրա եմ զարմանում ինքս ինձ վրա էլի, որ ես անունը լսում սարսափում է, երեխեք չեք պատկերացնին, դա նույնիսկ երազ եմ տեսնում, որ անունը դրա լսում եմ կամ նկարը տեսնում եմ, ասենք տելևիզորներով կամ հեռախոսով թերթում ես, գալիս է, չէ, այդ լենտաների մեջ։ Մի խոսքով այդպես աղջիկ ջան, դուրս եկա, գնացի, հետո բերի դեղերը լցրի, դեղերը վլոգում ցույց եմ տալի աղջիկներս, ով դեղ է հարցնում, այդ վլոգն եմ ուղարկում, ուշադիր նայեք, այդ պահին ստոպ տվեք, սկրին արեք։ 30 օր պահպանում է իր այդ հոտը էլի, ինքը շատ ուժեղ հոտ ունի, այդ հոտից ես խեղդվում էի, ու հոտից փախնում են էլի, ոչ թե գալի ուտում սարկում են, այլ հակառակը, հոտից փախնում են 100 մետր հեռավորության վրա, առաջ չեն գալի։ Խանութում էր պատեր, երկուսն վերցրեցի, չգիտեմ, հիմա էլ այս ապարատներն եմ պատվիրել, 8 հատ, 4-ը եկել է տեղադրել եմ, մնում է 4-ը, էդ էլ էլի եկել է, պետքա գնամ, որ վերցնեմ, վայլ պրեսով եմ պատվիրել։ Ձեռքի հետ ստեղ էլ մաքրեմ, թե չէ ես գիտեմ սկեսուրս գալտի, ժամերով գա, այդ տարիքին քախան անի, ուզում եմ, որ միջև իրա գալը, այս մանր մունր գործերը ես վերջացնեմ, որ այս արև եղանակին չգա։ Գործանի սենց ասեն քախան մախան անելի, միջև անձրև գա, միջև քախանը նորից դուրս գա, ես արդեն Հայաստանից հետ կգամ, չեմ թողա սկեսուրս շատ չարչարվի, էլ եմ վրեն առողջություն է չկա էլի, որ ասես ճիշտ այնք շատ է սիրում, հողի գործը, բայց ամեն դեպքում արդեն էլ նոր 30 կամ 40 տարեկան չի, 70 տարեկան է։ Էլի պետք անի, ես վստահ եմ, ինք իր անելունը կգտնի, բայց դե այս գործերը ես անեմ, կլուբնիկ էլ չկա, վերջացավ, զգացիք չէ, պետքա գնայի լոբի մաքրեի, եկա ստեղեք մաքրեցի, այսենց ֆրալով, բոլոր անկյունները մաքրելով ման եմ գալի աղջիկ ջան, այս վկայել է արդեն կտրեմ թափեմ, հա, ինչ կասեք, 1-2 ելակա, հետո արդեն հասել է, գնացինք լոբիների մարկ։ Աղջիկներս, քանի որ շատ եք հարցնում իմ մազերի փայլի պատճառը, ես ծվով դիմակներ եմ դնում, ոչ հաճախակի, այս կլինի արդեն 1 ամիսա չի արել, այսօր մի հատ ձուկ էր ջարդված, ասեցի սպասեք դիմակ դնեմ,
Եթե տան ունենում եմ վիտամին A և E, ավելացնում եմ, եթե ոչ, մենակ ձու։ Այսպես լավ հարում եմ ու քսում եմ, թողնում եմ այնքան, մինչև լավ մազերս չորանա, հիմա լավ չորացել է։ Հողամասից վերադարձել եմ տուն, դիմակը դրել եմ, հիմա իմ շամպունով մազերս լվանում եմ, կչորացնեմ և տեսքը ձեզ ցույց կտամ։ Եթե ինձ ամենասկզբից եք հետևում, այդ ժամանակ շատ-շատ դիմակներ էի դնում մազերի, տարբեր տեսակի, բայց փորձում եմ էլի վերադառնալ այն ժամանակներին, ինչքանով որ հնարավոր է, փորձում եմ ինձ գործերի մեջ չկորցնել և խնամքը միշտ տեղը պահել աղջիկներս, այնպես որ փորձեք, շատ ընտիր է ստացվում, եթե նույնիսկ չունեք վիտամին A և E, ձուն օգնում է։ Համ մազերի ներքի մեջ կարող եք ավելացնել, բայց ինձ մի քանի վարսավիրուհիներ ասեցին Աննա ջան ավելի լավ է հենց առանձին դնեք, ոչ թե մազերի ներքի հետ ավելացնեք ձուն կամ ձվի դեղնուցը։ Հիմա արդեն լվալու ժամանակ լվանամ ու միանամ ձեզ։ Աղջիկներս հիմա տեսեք ձեզ ինչ եմ ցույց տալիս։ Մեր հողամասի կարտոֆիլը առաջին տեսեք, այս այն կարտոֆիլն է, որ անցած տարի ցանել ենք, հավաքել ենք և ինչ մնացել է իր սերմերից նորը արդեն դուրս է եկել։ Մի հատ տեսեք, այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի աղջիկներս, իսկ այստեղ սամիթու համեմ եմ բերել, հիմա կլվանամ, կկտրեմ, նորից կտեղափոխեմ սրցխցիկ։ Իսկ այս համեղությունն ինչ ենք անում, այսինքն իրանով ինչ համեղություն ենք պատրաստում, բնականաբար ժարիտ եմ պատրաստում, սամիթով սենց համեղ եմ, որ տնական լինում է, ամեն ինչ տնական։ Հալա նայեք ինչ լավն է երեխեք, գեղևն է սենց արագ ընտիր սիրուն դուրս է գալիս, մաքրում ենք ու անցնում Աննան եկե աղջիկներս, հիմա խոզերին կերակրում է, կգա մի հատ սուրճ կխմենք, մի քիչ առաջ է եկե, նո առավոտները ես եմ կերակրում, իրիկունները ինքը, ինձ առավոտները հարմար էլի, Աննային հարմար չի, ինքը մինչև վերևից իշնի, բարև Մարիա ջան, Նա ինչ փոքր է Էլինան տեղ, լտեն է։ Ես էլ եմ փոքր։ Դու էլ ես փոքր։ Մի խոսքով աղջիկներս, հիմա սուրճ կխմենք։ Կորհոպայի հետ եմ։ Հա, սպասում եմ հովը ընկնի, որպիսի բալկոնը, ասեցի չէ, այն մյուս վլոգում եմ ասել, այսինքն նոր եմ վլոգը տեղադրել, այդ վլոգում եմ ասում, որ այդ սողունի պատճառով այդտեղ գործ չէի անում, սենց գործերս այդտեղ կուտակվել է, մաքրություն է մեծ պահանջում ինձանից, բայց ամեն դեպքում նայ բալես, ամեն դեպքում արդեն այդ բոլոր Իսկ շատ սիրուն է։ Բա, շատ սիրուն է, չէ։ Իսկ մի քիչ կտրած։ Ոչինչ, բալես, ես եմ կտրել, չտեսա, որ ընդեղ կարտոֆիլ կա, կտրեցի։ Հեսա կմաքրեմ, կանցնի։ Ժարիտ ենք ուտելու։ Հա։ Չգիտեմ, ես մեր մոտի խանութում լոլիկ և վարուն կա, թե չէ, գնամ առնեմ կամ։ Իմ հետ։ Քո հետ։ Կգաս իմ հետ։ Հա։ Սպասի, բալես։ Ես կտրեմ։ Այդպես աղջիկեք ջան։ Ինչ էի ուզում ասեմ։ Լավ կրիսներ չկայան։ Էլ կրիս չկա, վերջ։ Արդեն սաղ տեղադրել եմ, էլ ծաղկանոցում, հողամասում երկու տեղ, նորից 4 սատ գալու է, վերևներն էլ եմ տեղադրելու, խոզերի մոտ էլ եմ տանելու տնեմ, որ անհայտ անեն, հավերժ կորեն, համ կրիսները, համ… Հասիկ, ուտեց ես կանաչները հավական։ Մեր դրախտավայրից, բալես, հողամասից։ Սուսան տատիկը, սենց կկա։ Սուսան տատիկը ձեր բակում ցանել է, դու հավաքել ես, թե չէ։ 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 Ես եմ ուզում։ Հեսա Սուսան տատիկ երկորից տանն է արդեն։ Հա, ես ուզում տեսնեմ։ Ում ես ուզում տեսնես Սուսան տատիկին։ Կարոտել ես։ Տատիկն է ձեզ է կարոտել, հեսա գալիս է։ Ոնց որ ծիրան եղնի։ Հա։ Սպաս երեկ հոպարը ծիրաներ բերեց, ես մար պահել եմ, լեյչի։ Անմեկն է տարկու Սոֆիային արի։ Ծիրանը։ Հա, իրիկունը հոպարը ծիրաներ բերել,
Մեկը տար Սոֆիային թող, մեկը թող քալ։ Տվեցի։ Հա, կալես դե կամանց։ Ուլիկ նապերը քնած են։ Ես գիտեի, իսկ խոսն է։ Հլա ջարդիր բալես, բանում մի քիչ հեռուտի, այդից։ Որտեղ խոսք կա։ Ես այ բախացա, որ խոսն է եկը։ Հո, մանինքի կարտոֆներն են։ Փոքրերը ժարիչ չենք անի, տենց կեփենք։ Չիկներս մեր բանջարեղենն եմ կերակրում։ Ցույց կտամ էսա գնամ տուն, ինչով եմ կերակրում, որ լավ աճեն էլի, ուժ ունենան մեծանալու։ Պղպեղները, ահա, լոլիկները, ոյ, ստեղա թուփը ես որտեղ եմ ջրում, բանն եմ ջրում, ինչ անունը։ Ահա, ապարատը ձենը դրել է։ Հարսիկի մոտ գնա Էլինա ջան։ Զգուշ եղեք, ճիշտ է, էլ բան չկա, բայց թե ամեն դեպքում զգուշ եղեք, բալես։ Չգիտեմ, վարունգները հիմի կերակրեմ, թե ճիշտ պետք է եղնի, որ չբարվի կարևորը։ Կար կլուբնիկ, թե չէ։ Ասա կթողան տենաս։ 10 գրամին 10 լիտր ջուր է։ Աղջիկներս, մեր համով հոտով ժարիտ արդեն պատրաստ է։ Մեր հողամասի առաջին կարտոֆիլը, առաջին անգամ ժարիտ արեցի։ Հլը նայեք, ինչով խորժելի է։ Եկեք միասին վայելենք մեզ բարյա խորժակ սիրուններս, իսկ ձեզ բարի դիտում։ Աղջիկներ ջան, գործերս վերջացրեցի, հիմա դուրս ենք եկել դուրս, մանգալու, մաքրոտ շնչելու։ Երեխաները ընտանից հանել են, որպեսզի խաղանեն։ Գնում ենք խանութ։ Այնտեղից աննանց տուն սուրճ խմելու, հետո նոր տուն։ Այնտեղ էլ Աննան է գալիս։ Երևում է Սոֆիայի հետ։ Մամա, դու դա։ Հա։ Ինչ կա այդտեղ։ Ամենտեղ մի հատ տատիկ նստած է։ Աղջիկս ասում բարևում է։ Մեռնեմ խելքի տողջի։ Էլինա։ Գուլյատատ ընդեղ է, հա։ Հենա գուլյատատը։ Գնանք տատին նկարահանենք։ Աղկանոցներն են մաքրում մեր հարևանուհիները։ Да? Они чайная эта роза. Վնայք ինչ սիրուն է։ Հալա։ Ես ինչ լավն է այս տեղինը։ Բա կապույտ վարդը։ Երեք կապույտ վարդ եմ ստացել, վայ, ձեզ ցույց չեմ տվել, գնամ տուն ցույց կտամ, ամուսինս էր բերել իմ ու Էլինայի համար։ Այս սրանից ունեմ։ Էս էլ է շատ սիրուն, գուլյատատի վարդերն է։ Էս էլ է սիրուն։ Վայ, էս էլ է շատ սիրուն։
Քոնն է համով։ Բալա համով։ Ի համոստի։ Ինչ եք ուտում։ Ինչ եք ուտում։ Աննան թաթաբորակի է եփել, մեր տանը ժարիտ կերան, բարձրացանք վերև, հիմա էլ թաթաբորանի են ուտում, թաթաբորակի է, թաթաբորանի է։ Ես բերեմ շուրի։ Պլաստ։ Արդեն աղջիկներս ինչպես տեսնում եք դարել է սովորություն, իրիկունը ժամը 6-ից տանից դուրս են գալի, ժամ 9-ին տուն են գնում, դե երեխեք ման են գալի դրսում խաղում են, օդափոխվում են, հիմա արդեն գնում ենք տուն սիրուններս, արդեն ժամը 9 է, երեխեքը բալեպոլ են խաղում, հիշում եմ իմ ջայլություն սա ջան, տենց են ուզում, քեզ արեց, երեխեքը խաղում են, մեր եկեղեցին, որ վերջն է, մոդիկ գնացիր իրանց, երեխեք են տենց 18, 16, 15 տարեկան, բալեպոլ են խաղում, լավ խաղարիք երեխեք ջան, համով էր թաթաբորակին, ահա, Просто энергия, куда и все. Молодец, հիմա էներգիան եկել է տեղը, հիմա էներգիա հավաքիք, Дома сыта не было, но всего вот это. մեր տանը նոր կարտոֆիլը համտեսին, ժարի տարեցի, հարսի կանստանն է, թաթաբորակ կերում, նայք ինչ, Мария, салаба, հա, Էլինա, այ Էլինա, խուճուճ, խուճուճ, խուճուճ չկա ասում է, լավ լույսերը վառում է, հեսա շուտ կհասնենք տուն, հաճան, Папа еще далеко? դա, աղջիկներս եկանք տուն հասանք, իրականում աստղերը շատ է, բայց խի չկա մեռան ցույց տալիս, ամբողջ երկինքը աստղերա, ինչ եմ անում այս ժամին դրսում, մաքրություն աղջիկեք ջան, այս բալկոնը վերջապես մաքրեցի, այն որ վերջապես այդ սողունից հետո, որ տեսա աստեղա, այդպես մտնում էի տունը դուրս չէի գալիս, նույնիսկ ես բակը չէի մաքրում, հիմա որ արդեն հանգիստ եմ, աջ ու ձախ դեղեր եմ լցրել, ու չհաշված այդ ապարատները, որ տզում է վարկյանում եք, արդեն հանգիստ կարողանում գործ անել, դա էլ ուշադիր եմ, բայց ճիշտ է էլի ուշադիր եմ, բայց հանգիստ եմ, Գյորգին զանգեց, անջատվեց, այ ես դեղն աղջիկներ ջան, շատ եք հարցնում դեղերը, ինչ տեսակ դեղեր եմ առել, ես դեղնը, վլոգները ուղարկում եմ ձեզ, որ ուշադիր նայեք, վլոգում գնումների ժամանակ ցույց եմ տալիս, ահա, սկրին արեք, նայեք 100 մետր քառակուսի պահում է, այսպես, ջան, պրիվետ, երեխեք ջան, մազերս արդեն լվացել, չորացել է նույնիսկ այսպես սիրուն լոկոններ ա տվել, նայեք ձվի դիմակից հետո ինչպես է փայլում, ճիշտ այնքը միշտ փայլում է եղել, բայց ոչ այս տեսակ, ձուն համ լավ ամրեցնում է մազերը, համ կանխում է մազաթափությունը, համ փարթամացնում է, համ էլ փայլեցնում է, ջան, անպայման փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք, ջան, ջան, Էլին են մազերի գույնը նայք, ոնց որ Պեպեն եղնի, Պեպեն, սիրուն է քո մազերը,
Զդուխա։ Գլուխը։ Ում գլուխն է։ Իբաբայի։ Ում։ Իբաբայի։ Քո պապայի։ Դու ում աղջիկն ես։ Դես։ Դու ում պապան։ Այդի։ Դու ում աղջիկն ես։ Լասա Գյորգի։ Տատի։ Գյորգի։ Տատի։ Տոտի չէ Գյորգի։ Օտի։ Գյորգի։ Տատի։ Լասա Աննա։ Անա։ Ուտեմ քեզ։ Սիրում եմ քեզ։ Ֆա։ Սիրում եմ քեզ։ Հայոց լեզու։ Մայրիկիս պես։ Սոֆիա։ Անուշ ես դու։ Սոֆիա։ Սոֆիա, ուր է Սոֆիան։ Տումա։ Տունը։ Լմյատ ասա հայո, սիրում եմ քեզ։ Աչնա։ Հայոց լեզու։ Ադնա։ Այդպես աղջիկներս։ Ուզում եմ ձեզ այստեղ ասել բարի գիշեր ձեզ, որտեղ բարի լույս է, բարի լույս ձեզ։ Կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Ձեզ անչափ սիրում, գնահատում եմ։ Միշտ նոր հանդիպում։